Վանաձև գեղձի հիվանդությունների դեպքում ամենամեծ սխալը մեծ մասամբ դա վիրահատությունն է եւ երկրորդ սխալը դա հորմոն խմելն է շարունակաբար։ Եվ երրորդ ամենամեծ սխալը ռադիոակտիվ յոդն է եւ հավելումները, որոնք բերում են թունավորման օրգանիզմին։ Հավելումների մեջ մտնում է նաեւ սելենը, երբ որ սանդային հավելումների տեսքով ընդունում է։ Վիրահատությունը բերելու է հետագա խրոնիկ հիվանդությունների, այսինքն երբ որ հեռացնում են վանաձև գեղձի մի մասը կամ գրեթե ամբողջությամբ, եւ հեռացնելով գալիս է մի վիճակի, երբ օրգանիզմը զրկվում է ինքնավերականգնման գործիքներից։ Եվ հորմոն խմելով դադարեցվում է հորմոնի արտադրությունը տվյալ, այսինքն տվյալ դեպքում վանաձև գեղձի կողմից արտադրությունը արգելափակվում է, նվազում է կամ մասնակի կամ լիովին։ Դա կապված է թե հորմոնը ինչքան ժամանակ է խմում եւ ինչ չափաբաժին, որը բերելու է նույնպես որոշակի բարդությունների։ Անալիզների դեպքում, երբ որ տեսնում են նույն տետագեն, այսինքն հիպոֆիզի կողմից արտադրվող հորմոնը, շատերը կարծում են, որ դա արդեն հիմք է հանդիսանում խմել թիրոքսին հորմոն։ Դա մեծ սխալ է, որովհետև տետագեն կարող է բարձրանալ նաև վնասված բջիջների վերականգնվելու դեպքում, այսինքն երբ որ վանաձև գեղձը, ընդհանրապես վանաձև գեղձը ինքը կարող է ռեգեներացիայի ենթարկվել, այսինքն մահացած բջիջները կարող են հետ գալ առողջ բջիջների կիսման հետևանքով, իսկ առողջ բջիջները կիսվում են, երբ տետագեն բարձր է, այսինքն հիպոֆիզը հորմոնի միջոցով հրաման է տալիս, որպեսզի կամ քայքայումը ավելի դանդաղ կատարվի, եթե խրոնիկ հիվանդություն կա վանաձև գեղձում, կամ եթե հիվանդությունը հաղթահարվել է, հրաման է տալիս, որպեսզի վերականգնվի։ Տետագեն երբ որ բարձր է լինում, մեծ մասամբ էնդոկրինոլոգները վերագրում են դա թե իբր բարձր է, քանի որ հորմոն քիչ է արտադրվում, ու անհապաղ նշանակում է հորմոն։ Դա մեծագույն սխալներից մեկն է վանաձև գեղձը բուժելու ժամանակ։ Դա բերում է, հանգեցնում է ավելի մեծ խախտման, որովհետև թիրոքսինը բավարար չի, թիրոքսինի քանակը, որպեսզի օրգանիզմը այն օգտագործի։ Գոյություն ունի T3, T4, T4-ը, որպեսզի T3 դառնա, ավելի թիրոքսինով չի դառնում, այսինքն T3-ը դա ավելի ակտիվ տեսակն է, որը օրգանիզմին շատ է պետք, այն ավելանում է որոշակի ֆերմենտների միջոցով։ Իսկ այդ ֆերմենտները աշխատում են, երբ սելենի յուրացում են եւ այսինքն T3, T4 դրանք յոդի մոլեկուլների քանակների տարբերությամբ են, եւ յոդի մոլեկուլների փոփոխությունը, որը բերում է ավելի ակտիվ հորմոնի եւ գործունեության, պետք է որոշակի ֆերմենտներ եւ պետք է սելենի յուրացում։ Հորմոն նշանակելով այդ հարցը չի լուծվում, ընդհակառակը ավելի բարդանում, քանի որ եթե այդ ֆերմենտները արդեն գոյություն չունեն կամ մահանում են կամ քիչ են աշխատում, հորմոն նշանակելով դիսբալանս է ավելի շատ առաջանում T3-ի եւ T4-ի միջեւ, որը հանգեցնելու է հորմոնալ խախտման, այսինքն նյութափոխանակության խախտման, եւ թիրոքսինը, որ խմում են, դա բավարար չի, որպեսզի նյութափոխանակությունը արագանա, նյութափոխանակությունը արագանալու համար պետք է T3, իսկ T3-ի համար ֆերմենտներ են անհրաժեշտ։ Այսինքն այստեղ փակուղու մեջ են հայտնվում սխալ բուժման հետևանքով եւ նաեւ նշեմ, որ վանաձև գեղձը ոչ միայն այդ երկու հորմոն է արտադրում, նաեւ կալցիումի հետ կապված որոշակի հորմոն է արտադրվում, որը կալցիումի եւ ֆոսֆորի
յուրացումը է եւ փոխանակություն է կարգավորում օրգանիզմում։ Եվ երբ որ հեռացվում է այդ վանաձև գեղձը կամ իմասը, այդ հորմոնները դադարում նորմալ արտադրվել եւ բերում է կալցիումի յուրացման անկում, որը կարող է հետևանք առաջանալ, այսինքն ուռուցքներ հետագայում, այսինքն հեռացնելուց հետո, ացիֆիկատներ, կուտակումներ եւ ֆիբրոզներ որոշ տեղերում առաջանում։ Փաստորեն վանաձև գեղձը իրականում հիմնական հորմոններից 3-ն է արտադրում։ Դա կալցիտոնին հորմոնն է, որը առանց որի հնարավոր չէ կարգավորել կալցիումի եւ ֆոսֆորի յուրացումը օրգանիզմում։ Կալցիումի յուրացումը խախտվելու դեպքում կարող է բերել օստեոպարոզի եւ կալցիֆիկատների եւ կարցինոմաների։ Իսկ ֆոսֆորի յուրացման անկումից կարող է բերել թուլության, այսինքն AF-ի սինթեզը դադարում է կատարվել եւ ոսկորների նույն քայքայմանը եւ որոշակի դեպքում եւ ճարպակալման եւ երիկամների հիվանդության, այսինքն հյուսվածքների աշխատանքի անկման, շաքարային դիաբետ էլ այդ դեպքում կարող է առաջանալ ֆոսֆորի յուրացման անկման դեպքում։ Վանաձև գեղձի բուժման համար նաեւ նշեմ հակամարմինները։ Հակամարմինները երբ որ բաց են, դա նշանակում է, որ կամ գոյություն ունի քրոնիկ հիվանդություն, կամ տվյալ դեպքում, կամ ինքնապաշտպանական ռեակցիաներ են միացված օրգանիզմի կողմից, որպեսզի կոմպենսացնի այդ հիվանդությունը վանաձև գեղձի, որպեսզի այն արագ չմահանա եւ բջիջները որոշ դեպքերում կապսուլավորվում են։ Նաև կապսուլավորված բջիջները հեռացնելը դա էլ է, երբ որ ասում են հանգույցներ ունեք, պետք է հեռացվի, հանգույցների մի մասը կարող է լինել ֆիբրոզ։ Ֆիբրոզը դա շարժական հյուսվածքն է, շրջապատում է օրգանիզմը ֆիբրոզով առողջ մնացած վանաձև գեղձի բջիջներին եւ կապսուլավորում է, որպեսզի այն վերջի մնացածը չմահանա, մինչև հիվանդությունը անցնի, որ նորից այդ կենթանի մնացածները նորից կիսվելով հիպոֆիզի, այսինքն հորմոնի միջոցով կիսվելով նորից, որ վերականգնվի քանակը։ Որպես կանոն հիվանդությունը դուրս հանելուց օրգանիզմը նորից շարժական հյուսվածքը լուծում է, այսինքն անցնում է, եւ նորից սկսում է, այսինքն տետեգեն է բարձրանում եւ նորից սկսում է կիսվելը վանաձև գեղձի բջիջները։ Ընդհանուր առմամբ հիվանդության պատճառները կարող են շատ լինել, բայց հիմնական պրոցեսը, մեխանիզմը հիվանդության վանաձև գեղձի սա է։ Գոյություն ունի գերֆունկցիա եւ թույլ ֆունկցիա, բացի ուռուցքներից ու գոյացություններից։ Այդտեղ էլ է պետք հասկանալ, թե ինչն է պատճառը եւ միանշանակ շատ վտանգավոր է ռադիոակտիվ յոդ ընդունելը, շատ վտանգավոր է հավելումները սելենի եւ յոդի տեսքով ընդունելը շարունակաբար 5 օրից ավել ամեն օր։ Դա բերում է թունավորման եւ յուրացման անկման։ Շատ վտանգավոր է կալցիումի կարբոնատ խմելը վիտամին D3-ի հետ 4-5 օրից ավել ամեն օր եւ շատ վտանգավոր է երկարատև առումով հորմոն ընդունելը։ Հորմոն ընդհանրապես չի կարելի ընդունել, ցանկացած տիպի հորմոն, դա բերում է մեծ խախտման հորմոնալ։ Բուժումը պատճառը գտնելն է տվյալ դեպքում, կալցիումի յուրացում, սելենի յուրացում, ֆերմենտների վերականգնում, այսինքն այն ֆերմենտները, որոնք T4-ը T3-ի են վերածում, հիպոֆիզի հիվանդությունների դեպքում է կարող է առաջանալ, երբ որ հիվանդությունը բուժվում է, գտնվում է վանաձև գեղձը ինքը վերականգնվում է։ Վիրահատելը դա մեծագույն այսօր այս հիմիկվա ժամանակակից մեթոդների մեծագույն սխալներից մեկն է։ Մեծագույն սխալները վանաձև գեղձի դեպքում։
Նշեմ նաև կարցինոմաները, որոնք վերաբերում են նույն վահանաձև գեղձին, նույն մաշկին, դրանք տարբեր անվանումներով կարող են մատուցվել, նայած թե որ հատվածում է, դրանք բոլորը մեծ մասամբ կալցիումի յուրացման անկումից է, որպեսզի կալցիումը վերականգնվի, յուրացումը պետք է այդ կալցիտոնին հորմոնը արտադրվի վահանաձև գեղձում, որպեսզի այդ հորմոնը վերականգնվի, արտադրվի, պետք է բուժել վահանաձև գեղձը, այսինքն մեխանիզմը այսպես է, այն սիմպտոմատիկ բուժումը, չակերտների մեջ բուժումը, ինչը այսօր կատարում է վահանաձև գեղձի հիվանդությունների, դա աբսուրդ է, և դա բերում է փակուղ և պացիենտի մոտ, և բժշկի մոտ, առողջ եղեք։